Մելիքանյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց երևի սկսենք երեկ ազգային ժողովում դիմաց տեղի ունեցած միջադեպից Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, արդեն հայոյանք կոնկրետ բաց, այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ նաեւ ինչ եք առանձնացրել այսօրվա համար։ Շնորհակալություն, նախ ես դատապարտում եմ ազգային ժողովի նախագահի կողմից հայոյանք հնչեցնելու այդ դեպքը, անկախ ամեն ինչից ազգային ժողովի նախագահը պետք է վեր կանգնի, որովհետև նա շարքային քաղաքացի չէ եւ դրա համար սա պետություն պիտի լինի, որտեղ գործի իրավական համակարգ եւ այդ իրավական համակարգը համապատասխան արձանագրումն անի, բայց ասեմ ինչու էր ազգային ժողովի այդ մուտքի մոտ երեկվա միջադեպը տեղի ունեցել, այնտեղ հավաքված են անհայտ կորած մեր զինվորների հարազատները եւ նրանք տևական ժամանակ է սա առաջին դեպքը չէ, Վենսի այցի օրը եւս իրենք մտել էին ազգային ժողով, պահանջում են Անդրանիկ Քոչարյանի թաղած զեկույցը վերհանել, այդ մարդիկ ի վերջո արդարացի պահանջ են ներկայացնում, հասկանալու համար, ով իրենց կյանքը փոխեց, ով է այդ հանցագործը, ով է այդ դավաճանը, ով այսքան երեխայի գլուխ կերավ, ով պիտի պատժվի եւ ով պետք է անմեղ հռչակվի, շատ արդարացի է եւ դա նորմալ է, որ պետք է այդ զեկույցը հրապարակվի։ Հիմա Անդրանիկ Քոչարյանը դա ըստիս հանցագործություն է արել, որ չի հրապարակել այդ զեկույցը, որովհետև ով է որոշում ժամկետը, վաղաժամկետ է, ինչ ժամկետի մասին է խոսքը։ Սա հումանիտար հարցի մի ամբողջ փաթեթ է եւ դավաճանության եւ առոծախի եւ դրա համար պետք է որ այս մարդկանց արդարացի պահանջը լուծվի։ 3 օր այս մարդիկ կանգնած են այնտեղ եւ ըստիս Ալեն Սիմոնյանը պետք է ուղղակի առանց իր այդ թիկնազորի իջներ, այս մարդկանց ուղեկցեր իր աշխատասենյակ, լսեր եւ ոչ թե թողնի մարդկանց կրքերը այնքան բորբոքվեն, որ բանը հասնի նաեւ այդպիսի իրավիճակի, բայց Ալեն Սիմոնյանը ոչ թե ներողություն է խնդրում, ոչ թե ասում է, որ ցավում է այդ միջադեպի համար, ես այսօր լսեցի իր ճեպազրույցը լրագրողների հետ, Ալեն Սիմոնյանը ասում է, որ ինձ սադրանքի ենթարկեցին։ Ազգային ժողովի նախագահը ի պաշտոնե պարտավոր է սադրանքի չենթարկվել։ Իրենք շատ հանգիստ կարող են ասել մեզ սադրանքի ենթարկեցին, մենք Արցախը հանձնեցինք։ Վաղը կարող են 3 միլիոն մեր ազգաբնակչությանը ցեղասպանել, ասել մեզ սադրանքի ենթարկեցին։ Կարող են նոր աղետ բերել մեր գլխին, ասել մեզ սադրանքի ենթարկեցին։ Հիմա ուղիղ հարցնում եմ Ալեն Սիմոնյանին։ Ալեն Սիմոնյան, հակառակորդ երկրի ղեկավարը Իլհամ Ալիևը բազմիցս ձեզ փորձել է եւ ոչ թե փորձել, այլ սադրանքի ենթարկել է, ուզեցել է սադրանքի ենթարկել, օրինակ ասել է, որ դուք ալկոգոլիկների թայֆա եք, ալկոգոլիկ է ձեզ ներկայացրել է մի հումորային երգ Նոլդը Փաշինյան երգում են ծաղրելով։ Հետաքրքիր է, ինչու Ալիևի կողմից այդ հրահրված գործողությունների արդյունքում դուք սադրանքի չեք ենթարկվում, մենք էլ տեսնենք ինչպես եք սադրվում դուք։ Ինչու՞, չէ, պարզ հարց եմ տալիս։ Ինչու դուք սադրանքի չեք ենթարկվում։ Եվ երկրորդ, եթե այդպես ուղղակի մարդը կարող է ասել, ես սադրանքի ենթարկվեցի դիմեցի այս քայլին, մեր քրեակատարողական հիմնարկներում այսօր հազարավոր մարդիկ են նստած, որոնք կարող են շատ հանգիստ հիմա դիմեն Ալեն Սիմոնյանին, ասեն մեզ ազատ արձակեք, մենք այդ սպանությունը, այդ ոճրագործությունը, այդ հանցագործությունը արել ենք, սադրանքի ենք ենթարկվել, արել ենք, մեզ ազատ արձակեք։ Կլինի այդպես։ Ինչ է նշանակում։ Եվ հետո ես չգիտեմ աշխարհում որևէ մեկ այլ երկրի ղեկավար, որ թքի սեփական քաղաքացու վրա, հարվածի սեփական քաղաքացուն,
հայոյի սեփական երկրի քաղաքացուն եւ մնա անպատիժ։ Ես երկար մտածում եմ այս ամենի շուրջ, մտածում եմ, որ առավոտյան պետք է առաջին նորությունը, որ լսեմ, դա Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումն է լինելու։ Ցավոք դա չկա եւ ասեմ, այս իրավիճակը առաջին հերթին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Հիմա դուք կասեք ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանը նման միջադեպերից հետո իր թիմակիցներին երիցս համոզում է, որ տեսեք, եթե դուք չունենաք իշխանություն, դուք ամենուր դառնալու եք նման իրավիճակների, հայտնվելու եք նման իրավիճակներում, եթե դուք իշխանություն չունենաք, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարող է իշխանությունից հետո եւս 5 թիկնապահ ունենալ, բայց օրինակ Ալեն Սիմոնյանը կլինի շարքային, Քոչարյան Անդոն կլինի շարքային, մնացած են Կոնջորյան, Մոնջորյան, Ռուբինյան, ով կա այնտեղ, չէ, այտենց մեծ որ բոլորը կլինեն շարքային եւ իրենք առանց թիկնազորի ինչ են անելու։ Ոնց են դվել, ոչ կարող են թքել, ոչ հայոյել, ինչ են անելու։ Եվ ի վերջո մեր հասարակությունում այսօր ստեղծված այս իրավիճակը վկայություն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեր երկրում ստեղծել է մի իրավիճակ, որ ոչ իշխանությունն է հանդուրժում սեփական քաղաքացուն, ոչ սեփական քաղաքացին կարողանում է սրանց ներկայությունը տանելի դարձնել։ Այս համընդհանուր ատելության մթնոլորտում իրենք տեսեք, սա դուք երեկվա միջադեպին եք անդրադառնում, բայց մենք տեսանք, չէ, Նիկոլ Փաշինյանի մետրոյում մեր արցախցի քրոջ հետ հանդիպման ընթացքում, մենք տեսանք բնակիչների հետ հանդիպումը, ամենուր մենք տեսնում ենք ինչ ատելություն է գեներացվում այս իշխանության հանդեպ, որովհետև սա մի իշխանություն է, որը մեր գլխին կախել է բազմաթիվ աղետներ, բերել է պատերազմներ, բերել է զոհեր եւ հիմա ամեն ինչի գնով փորձում է նորից վերընտրվել։ Դե նախընտրական շեմին, եթե իշխանավորը իրեն չի կարող զսպել, պատկերացրեք հունիսի 7-ին Աստված մի արասե, եթե սրանք հանկարծ իշխանություն նորից ունենան, ինչ է լինելու մեր քաղաքացիների վիճակը։ Ես չեմ բացառում, որ սենց ականջներից ձգելով կտանեն այնտեղ, որտեղ ուզեն։ Առնվազն գոնե այդպես իրենք կվարվեն։ Դրա համար, սիրելի ժողովուրդ, ես վերջին իմ բոլոր հարցազրույցներում փորձում եմ ձեզ հետ ավելի հանգիստ տոնով, ավելի բացատրական տոնով խոսել, որ մենք այս ընթացքում մի անելիք ունենք, որպեսզի հունիսի 8-ից հետո մենք չունենանք մի իշխանություն, որը մեզ նոր պատերազմ է բերելու, նոր տարածքներ է հանձնելու, ավելին գուցեև Հայաստանի չլինելու հարցն է լուծելու։ Դրա համար մենք հունիսի 7-ին պետք է անկախ ամեն ինչից մի քվյատ հերթիկ կա, որ պատռենք եւ աղբար կղնետենք։ Սա մի իշխանություն է, որ արդեն ճակատ առ ճակատ կանգնում է եւ ասում է մենք պատմական արդարության պահանջատիրությամբ այլևս չենք զբաղվելու։ Պատկերացրեք, ինչ ասեմ, հա, մենք ուրանում ենք ցեղասպանությունը, ուրանում ենք Արցախը, ուրանում ենք Արցախի վերադարձը, ուրանում ենք ամեն ինչ ուրանում ենք եւ ասում ենք, թե խաղաղություն ենք բերել։ Նա էլ ով խոսում է Արցախ վերադարձի մասին, միանգամից ճամարտակում են, թե դուք պատերազմի կուսակցություն եք։ Նիկոլ Փաշինյանի գիտություն ձեզ, քո այդ թայֆային։ Ուզում եմ հիշեցնել, որ Արցախ վերադարձի մասին առաջինը խոսվել է Եվրոպայում, Եվրոպայի երկրների նախագահների կողմից։ Էմանուել Մակրոնը առաջիներից մեկն էր, որ պաշտպանում էր եւ խոսում էր Արցախ վերադարձուցի արցախցու իրավունքից։ Բա ինչու՞ չես հայտարարում Մակրոն, դու պատերազմի ղեկավար ես, իմ երկրի հետ գործ չունես։ Հիմա մայիսին գալու է ոտքերի տակ գորգ ես փռելու, ընդունելու ես։ Կասես իրեն, որ ինքը պատերազմ է հրահրում։ Չէ՞ որ Մակրոնը առաջիներից մեկն էր, որ խոսեց Արցախցու վերադարձի իրավունքից։ Դե տղա եք ասեք։ Ուղղակի ասեք, դուք պատերազմ եք հրահրում մեր երկրում։ Դուք դա չեք ասի։ Ասում են մեզ սադրեցին։ Դուք պատկերացնում եք, օրինակ
թալյաթը կենթանի լիներ, գնար այդ ցեղասպանվածների այդ օրերին, ասենք այդ ընտանիքների մոտով անցներ ու ինչի կարժանանար, չէ։ Հիմա դուք եկել եք արյան հոտը դեռ չվերացած այդ վշտեր կրող ընտանիքների կողքին, ասում եք, մեզ սադրեցին, դե կներեք էլի, որ դուք սադրվում եք, ինչ ասեմ։ Եվ սա միակը չէ։ Մենք այս օրերին ցավոք ամեն ինչի ականատես ենք լինում։ Դուք օրինակ ասում է նա ով խոսում է Արցախի վերադարձի մասին պատերազմ է հրահրում, նա իսկ էս սպառնալիքին կուզեմ անդրադառնալ 4 պատերազմ բերել է եւ սպառնում է, որ իրենք չլինեն պատերազմ լինելու։ Դե մենք ինձ թվում է մեր հասարակությունը եւս այնքան միամիտ չէ, որ չհասկանա, որ այս իշխանությունը, ես ասել եմ, հունիսի 15, թեպետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբեր ամիսն էր տանում, Ալիևն էլ էր աշուն տանում, բայց ես որքան որ փաստերը վերլուծում եմ, համադրում եմ, Ալիևը այդքան չի սպասի։ Հաշվի առնելով նաև Ալիևի այդ բռունցքը, որ ամեն օր թափահարում է սրանց գլխին, այդքան չի սպասի, եթե սրանք ընտրվեն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, տեսեք, Ցելի ժողովուրդ, ուղղակի ուզում եմ, ես գիտեմ, ձեր մեջ էլ կա, մենք խոսում ենք, դուք ասում եք, բա խաղաղություն է բերել։ Աշխարհում չկա մի պետություն, որևէ մեկ պետություն, դա կլինի նույնիսկ մերձավոր արևելյան պետությունները կամ չէ Շվեյցարիան, որևէ մեկ պետություն կամ Միացյալ Նահանգները, չկա մի պետություն, որի ղեկավարը խաղաղություն հռչակի, եւ այդ հռչակված խաղաղությունը կախված լինի տվյալ պետության ընտրություններից։ Աշխարհում նման պետություն չկա։ Հիմա հարցնում եմ Նիկոլ Փաշինյան, այդ ինչ խաղաղություն ես բերել, որ այդ խաղաղությունը կախված է քո ընտրվել չընտրվելուց։ Այդ ինչ խաղաղություն է։ Մի հատ դրա բաղադրատոմսը ասեք, մենք էլ հասկանանք։ Կա աշխարհում նման երկիր, որ կանգնի սպառնա, ասի ես չլինեմ ժամանակին Նիկոլ Փաշինյան, մենք շատ լավ տեսնում ենք, դուք ասում եք, ես վարչապետ չլինեմ, այս երկիրը վարչապետ չի ունենալու։ Դուք այդ սպառնալիքով եկաք ու տեսակ ինչ աղետ բերեցիք մեր գլխին։ Հիմա երկրորդ սպառնալիքը։ Մենք պետք է հասկանանք, որ այս ընտրություններից հետո մենք կամ կորցնելու ենք Հայաստանը, կամ ուղղելու ենք մեր մեջքը։ Փաշինյանական իշխանության հետ միանշանակ մենք կորցնելու ենք մեր երկիրը։ Որովհետև ես նորից եմ ասել, այն ժամանակ կուրծք էին ծեծում, թե ուրիշի օտարի կոշիկ են լիզում բան, հիմա դուք տեսնում եք, ձեզ ինչ ասում են, դուք միանգամից առաջին դասարանի աշակերտի պես տնային աշխատանքը կատարում եք ձեր։ Ձեզ ասում եմ, պիտի մեր տղերքը գան նստեն ջերմուկի բարձրադիր դիրքերում, դուք ծպտուն չեք անում, մեզ էլի մոլորեցնում եք, ասում եք, սովածանան կգնան, հանգիստ եղեք, պերեդաչի եք տանում, տենց էլ չեն սովածանում։ Ասում էին, որ պետք է հայցերը միջազգային դատարաններից հետ կանչվեն, դուք ծպտուն չէիք անում, տակ տոչնա, ճիշտ այդպես։ Ասում են, որ պետք է ցեղասպանությունը ուրանակ ձեր պատմությունը, դուք հիմա ցեղասպանության հուշահամալիրում շին աշխատանքներ չեն իրականացում, այնպես մի օր գալիս են, 4 օր չեն գալիս, որպեսզի մենք ապրիլի 24-ին նրանք ովքեր կբարձրանան, տեսնեն այդ ավերակը։ Դա նրա արդյունքն է, որ Նիկոլ Փաշինյանը 3 թե 3 չի առաջի օրը հայտարարեց, որ մենք պահանջատիրության, պատմական պահանջատիրության գործին այլևս չենք լծվելու։ Դու այդ 1,5 միլիոն ցեղասպանվածների հարազատներին, այդ ամբողջ սփյուռքահայությանը հարցրել ես, որ միանձնյա որոշում ես դու պահանջատեր ես, թե պահանջատեր չես։ Քեզ ասեցին պիտի Արարատի մասին չթեքվես այդ կողմ։ Եկար արագ-արագ որտեղ կար, մեզ էլ հորդորում էր հայության, ասում էր պատերի նկարները հանեք ձեր։ Առաջի դասարանցու պես դες ինչ ասում են, դուք դա եք իրականացնում։ Դու սպառնալիքով եկար որպես վարչապետ ավերեցիր, հիմա էլ պատերազմով, պատերազմներ բերել ես, այլևս այդ քո բերած պատերազմները ցավոք
ափսոս նորություն չեն մեզ համար։ Մենք գիտենք, որ դու էլի պատերազմ ես պլանավորել Ալիևի հետ։ Եթե այդպես չէ, օրինակ գլխավոր դատախազությունը անելիք ունի հրավիրի հասկանալու համար ինչ է նշանակում, եթե ԿՊ-ն չի լինում, ապա Ալիևը պատերազմ է սկսում։ Ինչ պիտի անի ԿՊ-ն, որ մյուսները կգան ու դրան դեմ հանդիման կկանգնեն։ Ինչ է խոստացել Ալիևին, որի դիմաց Ալիևը հարձակում չի գործի մեր երկրի վրա։ Ինչը գուցե խոստացել է խաղաղ ադրբեջանցիների ու Ալիևի մուտքը դեպի Երևան։ Ես օրինակ անցած օրը ինչքան մի ամբողջ օր իմ մտքում դա էր պատտվում, Ալեն Սիմոնյանը ասում էր, դե դուք ասում եք Արցախ, իրենք էլ Սևանին գյոչա են ասում։ Ալեն Սիմոնյան, ես մեղավոր չեմ, որ դուք պատմություն չեք կարդացել, որ դուք գիր ու գրականություն չեք կարդացել։ Արցախը դա պատմական հող է, պատմական հայկական հող է, Սևանը պատմական հայկական է։ Դրանք մեր պատմական հողերն են։ Հիմա դուք վախենում եք Ալիևից, ձեր վախը որովհետև իրենք չափել են։ Ես չգիտեմ ինչով են չափել։ 30 արծաթով, խոսքով, պատերազմով, ինչով են չափել, ես չգիտեմ իրականում։ Բայց թողեք, բավական է խաղաք մեր արժանապատվության վրա, բավական է խաղաք մեր ոգեղեն արժեքների վրա, բավական է ամեն ինչ ոտնատակ անեք։ Դուք գուցե ձեզ համար այս իշխանության համար թուրքի կոշիկ լիզելը սովորություն է։ Ես դրանից չեմ, ես կոշիկ լիզողը չեմ, ոչ թուրքի, ոչ որևէ երկրի։ Ես ուզում եմ իմ հողում արժանապատիվ, իմ զավակների, իմ հայրենակիցների հետ արժանապատիվ ապրեմ։ Բավական է դուք մեզ սպառնաք, բավական է այս կորացած ժողովրդին, այս խեղճ ու կրակ ժողովրդին, բավական է դուք սպառնաք։ Ամեն ինչից վերջացրել, պրծել են, հիմա էլ հերթը հասել է այս լրագրողներին, այս լրատվական դաշտին։ Որտեղից ձեր ֆինանսավորումը, մենք որ չլնենք, դուք գիտեք կգնաք ֆայլա բազարում կաշխատեք։ Օրինակ, այդ իշխանավորին ինչ հարցն է, եթե ինքը պետ եկամուտների տեսուչ չի, իր ինչ խնդիրն է իմանալու, ով որտեղից է ֆինանսավորում։ Դրա համար կա համապատասխան մարմին, եթե ուզում եք, բոլորը Պետազգային ժողովի նախագահով, փոխնախագահով Նիկոլ Փաշինյան վայր դրեք ձեր առաջնահերթ մանդատները, մտեք պետ եկամուտների տեսուչ աշխատեք։ Գնացեք աշխատեք, տեսեք ումը որտեղից այդ ֆինանսավորումը կամ երեք արդեն մի քանի օր է ես տեսնում եմ եւ ես ցավ եմ ապրում, որ այս հարցում իմ նախկին գործընկերների մեջ չկա չկա համերաշխություն, չկա, ասենք երեքը ասում է Վահե Մակարյանին, թե գիտես ես որ չլնեմ վարչապետ, դու ֆայլաբազարում կաշխատես։ Նիկոլ Փաշինյան, որ դու վարչապետ չէիր, դու կայքի խմբագիր էիր, դու աշխատում էիր որպես էլի լրագրող ու խմբագիր։ Ուրիշի վարչապետության օրոք, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի, թե Լևոն Տեր-Պետրոսյան, դու եղել ես քո գործին ֆայլաբազարում չես հայտնվել։ Հիմա այդ ինչ, կարող է տենց Ալիևի հետ որոշել եք, որ հենց դու չեղար վարչապետ, այդտեղ բոլորին ֆայլաբազար է ուղարկելու։ Սա ինչ մոտեցում է։ Ընդհանրապես այս ժողովրդի հանդեպ դուք ինչ մոտեցում եք դրսևորում, շարքայինից մինչև ես ուղղակի զարմանում եմ։ Միջազգային ինֆորմացիա, քանի որ եթերում եք չեք իմանա, խուլիգանության հոդված են հարուցել մի խումբ անձանց նկատմամբ Ալեն Սիմոնյանի միջադեպով պայմանավորված։ Իսկ Ալեն Սիմոնյանի վրա հոդված չեն կարել, մի բան արել։ Դե ես ասում եմ, սա այն երկիրն է, որտեղ չի գործում արդարադատություն, իրենց ձեռքերը թող երկար են, մինչև հունիսի 7-ն էլ թող երկար են, հետո կհասկանանք, ում վրա իրենք ինչ գործ կհարուցեն, եւ ես նորից եմ ասում, դատապարտում եմ ազգային ժողովի նախագահի պահվածքը, երեկվա պահվածքը, եւ հիմա հորդորում եմ իրավապահ մարմիններին, գնացեք, տեսեք ինչի է այդեն շուտ սադրանքի ենթարկվում։ Գնացեք եւ տեսեք, արդյոք որևէ երկրում կա մարդ, որ կարող է հայոյել իր երկրի քաղաքացուն։ Կա ղեկավար, որ կարող է իր երկրի քաղաքացուն վիրավորել, հայոյել։
Դե սա այն երկիրն է, որտեղ բոլոր գործերը կարվում են։ Տեսեք, քանի որ այդ դրվագը ներկայացրեցիք, ես էլ ներկայացնեմ դրվագներ, իմ հետ էլ այս ընթացքում կապված շատ ու շատ գործողություններ են անհասկանալի տեղի ունենում, բայց օրինակ ես էլ կարող էի Վազգենի եղբորը Արամ Սարգսյանին դատի տալ, պատրաստվում էին բազմաթիվ ընկերների հորդորով պատրաստվում էի դատի տալ, ով զրպարտեց ինձ, ասելով, որ ես 5000 դրամ վերցրել եմ եւ գնացել եմ ընտրության, իգիտություն Արամ Սարգսյան քեզ, ես որևէ իշխանության օրոք պետական պաշտոն որևէ մեկի ձեռքից չեմ վերցրել, ես միշտ եղել եմ ընդդիմադիր եւ եթե ուզում ես դու կարող ես թերթել հիմա այն ժամանակաշրջանն տեսնել ես ինչ հանրահավաքներում ինչ ելույթներ եմ ունեցել նախկին իշխանությունների օրոք, ես քեզ մեծ սիրով, մեծ ախորժակով դատի կտայի ինձ զրպարտելու իմ արժանապատվությունը վիրավորելու համար, բայց սպասում եմ հունիսի 7-ից հետո, որովհետև Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը աշխատում է Նիկոլ Փաշինյանի նեղ շրջանակի համար, քանի որ դու այդ նեղ շրջանակի մաս ես կազմում, ես հիմա քեզ դատի չեմ տա, սա իգիտություն Արամ Զավենի Սարգսյանի։ Իսկ այն ինչ դուք ասացիք, ես այստեղ գալուց իմացա, որ ոստիկաններ են գնացել, դուք էլ տեղեկացրեցիք, որ ոստիկաններ են գնացել համահայկական ճակատշարժման ղեկավար Արսեն Վարդանյանի բնակարան եւ Միկա Միքայելյանի բնակարան, ենթադրվում էր, որ այսօր Ալեն Սիմոնյանը հրապարակավ դիմեց իրավապահ համակարգին, ասեց թող իրավապահ համակարգը գործի եւ իրավապահ համակարգը գործեց, որովհետեւ ասում էր թող եթե իրավապահ համակարգը գործել է մեկի դեպքում, պետք է գործի նաեւ մյուսի դեպքում, ես հիմա հորդորում եմ, որ իրավապահ համակարգը գործի անցնի բոլոր փաստերը իմի բերելով, ամեն ինչ իմի բերելով, այդ ինչպես եղավ 3 օր այնտեղ ծնողները հավաքված են, դու անգամ չգիտես, որ այդտեղ ծնողներ են հավաքված, թե չէ, բայց դու հաթաթ գիտես, որ ընդդիմադիր լրատվամիջոցների նյութերի տակ երեկվա մտել ինչ մեկնաբանություններ են գրել, այդ ոնց է, ինչը ձեզ է վերաբերվում, գիտեք, ինչը հայ հասարակությանն ու հանրությանն է վերաբերվում, չգիտեք։ Ես չեմ զարմանում ոչնչից, ես կարող եմ ասել, որ դատապարտում եմ եւ հույս ունեմ, որ հունիսի 7-ից հետո, ընդամենը հունիսի 7-ից հետո մենք կունենանք այլ Հայաստան։ Եվ այդ Հայաստանի ղեկավարության գործը կլինի մեր անվտանգությունից մինչև տնտեսություն թափ տալ ու նոր ռելսերի վրա դնել եւ ես կարծում եմ հունիսի 7-ից հետո մեր ճիշտ իրավագիտակից քվեարկության արդյունքում մեզ չի լինի որևէ մեկը որ սպառնա պատերազմով որ գործեր կարեն, հետապնդումներ, ամեն ինչ, հետո մի 4 տարի ամբողջ հանձնաժողով ստեղծեն ու տանեն հանցագործի պես թաղեն բոլոր փաստերն ու իրականությունները։ Այ եթե հիմա տեսեք որևէ ընդդիմադիրի մոտ գնար որևէ մեկը ու ասեր, գիտեք, Ադլերից ավտոբուսներով բերելու ենք, որ գան ձեզ քվեարկեն, Նիկոլ Փաշինյան, ոնց որ հիբրիդային պատերազմ էր ենքո նվիրյալը հրահրում, ասում էր, մենք քո կողքին ենք, Ադլերից ավտոբուսներով գալու ենք, իրավապահ համակարգ, ոնց որ հիբրիդային պատերազմ, Ալեն Սիմոնյանը, լտեսեք այդ ինչ Ռուսաստանի Ադլերից այդ ինչ ավտոբուսներով գալու են, որ ձեզ քվեարկեն։ Բան միա դրան ուշադրություն դարձրեք։ Ոչ թե գնում եք նախընտրական քարոզարշավ եք սկսել մի բան էլ շուտ ընտրությունից քարոզարշավից առաջ, մի հատ էլ մարդկանց 10 աշխատավարձը, Խուդատյան, տես ինչ ենք անելու, մյուս նախարարներ, տեսեք, այս մարդու աշխատավարձը դարձնենք 12000, ձեզ ինչ է, մեկ էլ հիշում եմ, որ չէ, այս քարոզարշավ չի կամ բան չի, ասում են, մենք գործ չունենք, կամ ինչ է նշանակում, քաղաքացին եկել է, զոհված ծնողի մայրը հարց է բարձրացնում, Նիկոլ Փաշինյանին ասում է, իմ տղայի գերեզմանը ցանկապատ չունի, ասում են գնա դիմի Դանիելյան Արամին, Դանիելյան Արամը Հրազդանի նախկին քաղաքապետն է, չեք ամաչում դուք, ես ուղղակի ասում եմ, ամոթ ձեզ,
Գալու է, ես վստահ եմ, սիրելի ժողովուրդ, մենք հունիսի 7-ին միասին Հայաստանին բերելու ենք նոր օր, մեր այս կորացած մեջքը ուղղելու ենք, մեր արժանապատվությունը նորից վերականգնելու ենք և ապրելու ենք, վստահ եմ դուք այդ օրը անելու եք այդ մի գործողությունը, որպեսզի մեր զավակները, մեր թոռները, մեր ընտանիքները, ինչու՞ չէ նաև Սփյուռքում ապրող մեր 10 միլիոն հայրենակիցները կարողանան արժանապատվորեն մտնել այս երկիր, ապրել, հոգ տանել այս երկրով, ինչպես հոգ էին տանում մեր Սփյուռքի քույրերն ու եղբայրները, հոգ են տարել միշտ, հիմա նորից վերադառնան, հոգ տանեն, դառնանք մի բռունցք, հավաքական մի տեսակ, ինչպիսին մենք կանք, չնայած մեզ ուզում են կոտրեն, մեր միջից ամեն ինչ մաքրեն, ջնջեն, որովհետև այդպես ուզում է մեր հակառակորդ երկիրը, մեր թշնամի երկրներն են այդպես ուզում, բայց մենք իմաստուն ժողովուրդ ենք, ես ապավինում եմ իմ ժողովրդի իմաստնությանը, հունիսի 7-ին մենք մի գործ պիտի անենք, դեն նետենք մի քվեաթերթիկ աղբար կղը, այսքանը, եթե հարցեր ունեք, կարող եք տալ, ես եմ շնորհակալ։